Երբ մենք համատում ենք փաստորեն տարբեր սկզբնաղբյուրներում եղած տեղեկությունները, ակնհայտ է դառնում, որ անգամ օտարների ընկալման մեջ հայոց թագավորությունը իսկապես, թեպետ Մարաստանին որոշակի սկզբնական շրջանում ենթակայության պայմաններով, այնուամենայնիվ ընկալվում է որպես լիարժեք թագավորություն պետական պաշտոնեության իր ամբողջական համակարգով։ Այստեղ ուշագրավ է նաև շեշտել, որ հիշատակվում է նաև զորքի թվաքանակ, եւ այդ թվաքանակը հետևյալ կերպ են նկարագրվում, որ հայոց զորքի հետևակի կեսը 20,000 էր, հեծելազորի կեսը 4,000, եւ եթե կեսը այդքան է, ապա երկու անգամ բազմապատկելով ստանում ենք իրական թվաքանակը, այսինքն 40,000 մեր հետևակներ եւ 8,000 հեծելազորը։ Եվ այսպես մենք ստանում ենք թվաքանակի մասին տեղեկություն, որ առաջին Երևանուների օրոք հայոց թագավորության փաստորեն զորքը 48,000 էր։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։